ես չեմ ընդգրկվել այս ցուցակում, տեսադաշտում ունենալով այն, որ ինձ ավելի էֆեկտիվ եմ համարում Հայաստանում բիզնեսի զարգացման, տեխնոլոգիաների զարգացման, ռազմարտունության զարգացման, ինչպես նաև Հայաստանի մրցակցային առումով բարձրացման տեսանկյունից, որտեղ դուք գիտեք, ուզում եմ մի բան ձեր ուշադրությունը մի բանի վրա եմ ուզում հրավիրել, մենք հիմա գնում ենք այն ճանապարհով, որ հապաշրջափակում է տեղի ունենալու եւ առանց, այսինքն ես որևէ կասկած չունեմ, որ Հայաստանի շուրջ բոլոր ճանապարհները ապաշրջափակվելու են եւ այս առումով Հայաստանում տնտեսությունը կարիք ունի մրցակցային լինելու, որպեսզի կարողանա դիմանալ շուրջը եղող երկրների եւ այդքան ձեռքբերումներ ունեք, ապա ինչու՞ չեք ուզում շարունակեք հենց քաղաքականության մեջ։ Ես պատասխանեցի ձեր հարցին, որովհետեւ այն պատճառները, որոնց համար ես պետական պաշտոններ եմ զբաղեցնել, ըստ էության ես ունեմ ընտրության հնարավորություն, որտեղ կլինեմ ավելի էֆեկտիվ։ Ես ավելի էֆեկտիվ կլինեմ։ Պարոն Աշոտյան, այսինքն չեք երգում, որ վիրավորված եք Փաշինյանից, չեք երգում դա։ Կուսակցությունից դուրս գալու դիմում ես չեմ գրել։ Եվ ընդհանրապես ասած հետեւյալն է, եթե իմ գործունեությանը, կուսակցական գործունեությունը չի խանգարում, իսկ այն չի խանգարում, ապա ես նպատակ չունեմ կուսակցությունից դուրս գալ։ Գալիս քաղաքականություն, գործընկերներ, քանի որ երբ որ մենք խոսում ենք գործարարության մասին, ընդհանրապես ինձ համար գործարարությունը քաղաքականությունից անկախ երևույթ է եւ այն կետերում, որտեղ որտեղ շահերի բախում կարող է առաջանալ, ես ընտրում եմ գործարարությունը եւ կոնկրետ այս դեպքում, երբ որ ինձ թվում է, որ շատ կոնկրետ եմ ասում, ես ասում եմ հետեւյալը, քանի որ ազգային ժողովի նախընտրական ցուցակում ընդգրկվել է եւ ազգային ժողովի падգամավոր դառնալը կոնֆլիկտի մեջ է մտնում գործարարություն անելու հետ եւ մեր սահմանադրությամբ դա արգելված է, ապա ես ընտրում եմ մյուս ճանապարհը եւ արդեն ասացի թե ինչի համար։ ԿՊԻ-ից նեղացվածություն ունեք, օրինակ համակարգ։ Ժողովուրդ լավ, երեխա չենք, ինչ է նշանակում նեղացված։ Դե ես ձեզ հրավիրել եմ բոլորիդ իմ սենյակ եւ դրա մասին մենք խոսել ենք։ Ինչ է նշանակում նեղացվածություն ունես։ Միգուցե ավելի պրագմատիկ եք եւ հաշվարկել եք, որ ձեր կուսակցությունը մեծամասնություն չի գրավելու։ Հրաշալի հարց եք տալիս, պատասխանեմ ձեր հարցին։ Իմ կարծիքով մեր կուսակցությունը տանելու է ջախջախիչ հաղթանակ։ Առաջիկա ընտրություններին եւ դրա պատճառները շատ են, չթվարկեմ, եւ ես ինքս կանգնած եմ լինելու այդ հաղթանակի հետևում։